Քաղաքաշինության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացակարգերի պարզեցմանը, թվային կարողությունների զարգացմանը զուգընթաց վերապատրաստվում են նաև ոլորտի մասնագետները։ Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ մարզպետարաններում եւ համայնքապետարաններում աշխատող ոլորտի ավելի քան 140 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացի է մասնակցել եւ հավաստագրեր ստացել։ Քաղաքաշինական գործընթացների զգալի մասն այժմ իրականացվում է էլեկտրոնային եղանակով եւ դասընթացի նպատակն էր մասնագետներին ծանոթացնել թվային հարթակի հնարավորություններին։ Ստեղծվել է մի հատ միասնական ընդհանուր համակարգ, որտեղ եւ դյուրինա քաղաքացու համար եւ աշխատողների համար, քանի որ ամբողջը պահպանված է, այսինքն չկա հաստատուղթ, որը կարող է կորի, չգտնվի։ Խորությամբ ուսումնասիրել են քաղաքաշինական ընթացակարգերը, դաշտը կարգավորող իրավական ակտերը։ Դասընթացը իրականացվել է քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակում։ Դասընթացների ընթացքում տեղեկացված են լինում այն բոլոր նոր փաստաթղթերին, նորմերին, կարգերին եւ այն գործող փաստաթղթերին, որոնցով իրենք պետք է աշխատեն, թե ինչպես դրանք կիրառել, ինչպես կարող են իրենք պրակտիկայում օգտագործել գլխավոր հատակագծերը, ենթադրենք ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու ժամանակ կարողանան օգտվել գոտեվորմամբ սահմանված չափորոշիչներից, բոլոր խնդիրներին, սուբվենցիաների փաթեթը ինչպես ձևավորեն։ Դասընթացին քաղաքաշինության կոմիտեի մասնագետներից բացի ներգրավել է նաև պետական այլ գերատեսչությունների աշխատակիցներ։ Քաղաքաշինության ոլորտում բարեփոխումները շարունակական բնույթ են կրում, գործընթացները դյուրինացնելու նպատակով ընդունվել են մի շարք իրավական ակտեր։ 19-20 որոշումը, որը կարգավորում է եւ գլխավոր հատակագծերի գոտեվորման մշակումը եւ առանձին հողամասերի փոփոխություններին առնչվող բոլոր գործառույթները, 596 որոշումը, որում հաշվի են առնվում փոքրածավալ շինարարության համար ավելի պարզեցված գործընթացակարգեր, եւ 978 որոշումը, որով համալիր փորձաքննության դրույթներն են սահմանվում եւ գնագոյացման նոր մոդեցումները, որտեղ հաշվի են առնում բացի գնային գործոնից մի շարք այլ գործոններ։ Արդյունքում կրճատվում են վարչարարությունն ու ժամկետները, գործընթացների դյուրացման շնորհիվ բարելավում է ներդրումային դաշտը, ընդգծում է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը։ Ուրիր Մկրտչյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։